Կիրակոսյան Կիրակոս 6 համարի, 67 համարի, 42 համարի ավտոբուս, Մաթևոսյան Մաթևոս, եկեք ստեղ նստեք, մեր ժողովրդի վիճակն է սա, դուք ավտոբուսով չենք պահանջում 50,000 դրամ օրեկան պլան, օրեկան 50,000 դրամ, գազելի շոֆերից վարորդի չեք պահանջում օրեկան 20,000 դրամ պլան, գազի գինը բարձրացել է 15-25%-ով, այդ 25% հա 18%-ով հաշվի առնելով, հիմա այս ամեն ինչը մենք հաշվի առնելով ունենք առաջարկներ, եւ այս առաջարկները հիմա կընթերցենք Բայց լսեմ ընկերոջ, բերեք հարգենք էլի, մեկը խոսում է, ես չեմ զլանում։ Այստեղ կան կոնկրետ առաջարկներ, որոնց հետ կապված ձեր կարծիքը մեր համար շատ կան։ Հիմա ձեր կարծիքը այդ ամեն ինչ չար է։ Մեր ժողովուրդ պատկասում եք ինչ ասել, անհավասարություն եմ, բայց ասեմ։ Անհավասարություն, ես ավարտեմ նոր էլի։ Ստեսում է թեկուզ քաղաքապետանի աջակցությամբ այդ անհավասար դասը, որ 5 հատ գծի տեր մի օրում կարա դնի իր գրպան 250,000 դրամ, իսկ մի ուսանող գյուղից, սահմանամերձ գյուղից ընկորում, այդ 150 դրամը ազդելով իր գրպանի վրա կտրելով մի կտոր չոր հացը, դրանց կտրում են չոր հացը, ոսկի չորացի մասներ դնում, խոսքը եւ ես կարամ այդ ինչ ասեմ, ապացուցեմ, խնդիր չկա, բոլոր հարցով, խոսքը մի հոգուն չվերաբերում, խոսքը վերաբերում է հազարավոր մարդկանց, ինչի այդ հաշվարկող ընկերությունը չհաշվարկեցին այդ մարդկանց վրա ճնշում գործադրել, կամ չգիտեմ, այս որ ասում եք ընկերական մարդավարի զրույցին հասկամ, իրանց բացատրել, որ օրեկան 3,000 դրամ եթե գազի գուման ավելան, ոչ, ընկեր ջան, դու իջեցրու այդ պլանը, կամ չգիտեմ, եթե քաղաքապետարան գծեր ունի եւ այլն, իջեցրեք, մեր հասարակությունն վիճակը լավ չափի։ Հիմա դուք դրել հասարակության հաշվին, ընդ որում գազի գինը եթե տանկացել է 18%-ով, 50%-ով բարձրացել է եւ խնդրեմ հասարակություն, ինչ հանձնաժողովի կազմելն էլ ես դեմ եմ։ Իջեցնում եք, այդ իմաստած ձևով անում եք, ամեն ինչ հիմա դուք եկել եք որ ինչ անեք, դուք եկել եք որ ինչ անեք։ Պարոն Մարգարյանը ուրա։ Պարոն Մարգարյանը քաղաքապետն է, նրան ենք պահանջում, ուրա։ Դուք եկել եք որ ինչ անեք։ Մարգարյանին ես պահանջում, ուրեմն ես փոխանցեմ պարոն Մարգարյանին։ Փոխանցեք։ մենք հիմա մեր բարեփոխումները չի իջել։ Այն անգամ փոխանցեցիք որ իջնի։ Ձեր կարծիքը մեր համար շատ փոխանցել եք որ Ազատույն, խնդրեմ կարդա մեր պահանջները։ Չէ, մեր պահանջները։ Ազատույն, ձեր պահանջների մասը։ Մենք ոչ մի բան չենք ուզում։ Հիմա մենք պահանջները եթե ապօրինի պահանջներ են, եթե ապօրինի են, եթե սխալ են, ասեք որ մասն է սխալ, մենք կշտկենք վաղն է կգան։ Բայց կարդա Ազատույն։ Մենք ունենք 4 կետ հստակ։ Առաջին կետը պարզ է, չբարձրացնել հանրային տրանսպորտի սահմագինը, թե ինչպես մենք արդեն ասեցինք։ Գործարկել մատչելի գնով ուսանողական երկրներ նախատեսված միայն ուսանողության համար, այսինքն նախատեսնեն ինչպես միջազգային փորձ կա, հատուկ երկրներ, որ մուտքը միայն ուսանողության համար է եւ կան հատուկ կարտային զեղչային համակարգ մատչելի գներով։ Ունենանք ուսանողների համար մետրոպոլիտեն ներդրել զեղչային մշտական կոմսերի համակարգ եւ 4-րդը որ հանրային տրանսպորտի բոլոր միջոցները զեղչային համակարգ ներդրվի, հետևյալ սոցիալական խավերը, ազատամարտիկներ, թոշակառուներ, զոհված ազատամարտիկների ընտանիքներ եւ աշխատանք։ Մենք գիտենք, որ սա գործում էր ամեն դեպս, երբ որ տրոլեյբուսը 50 դրամ էր, թոշակառուները եւ մանավանդ հայրենական մեծ պատերազմի մասնակիցները հիմա ունենալու են։ Այո։ Հիմա մենք առաջարկում ենք ոչ միայն տրոլեյբուսները, այլ ավտոբուսները այդպես։ Ավտոբուսը չունի։ Երևույթ։ Միկրոավտոբուսը չէ։ Ավտոբուսը ուսանողների միկրոավտոբուսը։ Մենք պահանջում ենք, ես իրականացրեք այդ, մեզ չի հետա, մենք ոչ պատրաստում ենք ինչ-որ հանձնաժողով ստեղծենք, ոչ պատրաստում ենք վերևները կամ ձեր գրասենյակները ձեր հետ բանակցություններ կանենք, մենք պահանջում ենք մեր պահանջները բավարարել։ Եթե չեք բավարարի, մենք էլ մեր առաջարկում ենք ձեր որոշումը անօրինական է, մենք էլ կհրապողենք անօրինականության դաշտ, այս ժամանակ կտենենք Դուք մի պահ պատկերացրեք Դուք էլ եք, բայց մենք էլ ենք ձեր ընտանիքներն էլ են օգտվում երևի, կամ եթե ձերը չօգտվեն, հաստատ ձեր բարեկամ